2012 թվականին Արիզոնայի համալսարանում ամերիկացի գիտնական, փիլիսոփա եւ հանրային ինտելեկտուալ Նոամ Չոմսկին հանդես եկավ մի բանախոսությամբ, դասախոսությամբ, որը վերնագրված էր կրթություն ում եւ ինչի համար։ Բանախոսության ընթացքում Չոմսկին կրթությունը դիտարկում էր եւ կրթության անդրադառնում էր ոչ միայն որպես մասնագետների պատրաստման համակարգի, այլ նաև որպես ժողովրդավարության, ազատության եւ նաև կյանքի կարևորագույն հանրային կյանքի կարևորագույն ինստիտուտներից մեկի։ Եվ այդ բանախոսության մեջ Չոմսկին դերևս ամենակարևոր հարցն է բարձրաձայնում՝ կրթություն ում եւ ինչի համար, մի հարց, որը այսօր էլ բավականին արդիական է եւ հենց այս զրույցի ընթացքում էլ կփորձենք անդրադառնալ այդ հարցին։ Այսօր արդեն 14 տարի է անցել այդ բանախոսությունից, որը ունեցել էր Չոմսկին, բայց վերջին տասնամյակներում ընդհանրապես աշխարհը շատ ավելի արագ տեմպերով է փոխվում, քան նախորդի տասնամյակներում, եւ արհեստական բանականության պայմանավորված եւ այն փոփոխությունները, որոնք որ բերում է արհեստական բանականությունը, առհասարակ աշխատաշուկայի մասին, դպրոցի մասին, կրթության մասին եւ նույնիսկ մեր մտածողության մասին այն փոփոխությունները, որոնք վերում են, հարց է առաջացնում, թե արդյոք այս փոփոխող աշխարհում, երբ արդեն տեղեկատվությունը բավականին ապակենտրոնացված է, իսկ համալսարանները հանդես էին գալիս որպես այդ տեղեկատվության կենտրոնացվածության հարթակներ, ինչ դերակատարություն ունեն եւ ինչպիսին պետք է լինի նրանց դերը։ Եվ ահա այստեղ է, որ հարցադրումն է առաջանում այսօր այս փոփոխող աշխարհում, երբ արդեն աշխատաշուկան է փոխվում, տեխնոլոգիաներն են փոխվում, կրթական համակարգ եւ նույնիսկ դպրոցն է արդեն փոփոխվում, ինչ տեսակի համալսարաններ են մեզ անհրաժեշտ։ Եվ թերևս մեզ համար նաեւ ամենակարևոր հարցերից մեկը այդ համալսարանական համակարգերում եւ այսօր դպրոցում դասավանդելու համար մեր ուսուցիչները կամ համալսարանները ինչպես են պատրաստում երիտասարդ մասնագետների կամ ուսուցիչների, ովքեր որ պատրաստ կլինեն դասավանդել այս փոփոխվող աշխարհում։ Եթե անդրադառնանք համալսարանների ընդհանրապես գոյության նաև լեգիտիմ պատմական լեգիտիմ հիմքին, ապա համալսարանները հանդես են եկել հենց այն հարթակները, այն միջավայրերը, որտեղ որ կենտրոնացված է եղել տեղեկատվությունը, այդ բaragայում նաև հետազոտողները, փորձառությունը եւ դրանք այն միջավայրներ էին, որտեղ որ փաստացի տեղի ունենում այդ հիմնական տեղեկատվության փոխանցում։ Բայց ինչպես նշեցինք, արդեն այդ տեղեկատվությունը շատ ապակենտրոնացված է եւ նորից վերադառնալով այն հարցին, ինչից Չոմսկին սկսել էր իր բանախոսությունը, ում եւ ինչի համար է, նա անդրադառնում է համալսարանների որպես հաղում է կատարում այն հիմնական երկու տեսակետներին, որոնք առկա են, եւ այդ երկու տեսակետներից առաջինը պատասխանում է հարցին հետեւյալ կերպով՝ կրթությունը փոքրամասնության համար է, միայն ընտրյալների համար է, հետեւաբար սա էլիտաների համար է, ինչը նշանակում է, որ միայն այդ փոքրաթիվ պատասխանատուներն են կրթություն ստանում եւ նրանք են, որ հետագայում նաեւ կառավարում են արդեն մնացյալ մեծամասնությանը։ Եվ դրան հակառակ կա նաեւ երկրորդ տեսակետը, այն որ կրթությունը բոլորի համար է եւ պետք է հասանելի լինի բոլորին։ Սա այս տեսակետը առավելապես առաջ եկավ 19-րդ դարում արդյունաբերական դարաշրջանում, երբ անհրաժեշտ էր զանգվածային կրթության անհրաժեշտությունները առաջացել եւ կարիք կար հասարակությանը եւ պատրաստել այնպիսի հասարակություն, որը պատրաստ կլինի մտնել գործարաններ եւ աշխատել։ Եւ դրանից ածանցվում է Չոմսկու մյուս հարցը եւ ինչի համար է կրթությունը եւ այստեղ ի հայտ է բերում կրկին լուսավորականության դարաշրջանից եկող երկու կարևոր կոնցեպտներ, որոնք որ ավելի շատ ալեգորիաներ են եւ պատկերային իրենց ձևակերպումը ունեն։ Եվ առաջինը համեմատվում է, կրթությունը համեմատվում է ծակ անոթի հետ, որի մեջ անընդհատ ջուր է լցվում, եւ սա կրթության այն մոդելն է, որտեղ կարևորվում է տեղեկատվության եւ գիտելիքի փոխանցումը, վերարտադրությունը եւ առավելապես հիշողությունը։ Սա շատ նման է այն թեստակենտրոն կրթական մոդելներին, որոնք այսօր կան եւ որտեղ փաստացի տեղի ունենում գիտելիքի հեշտ յուրացում, բայց նաեւ շատ արագ մոռացում դրա։ Եվ երկրորդ տեսակետը, որի մասին խոսում է Չոմսկին, նմանությունն է եւ ալեգորիան է ճանապարհի։ Երբ կրթությունը համարվում է այդ ճանապարհ անցնելու հետ, ճանապարհի հարթեցման հետ կամ ուղու հարթեցման հետ, որտեղ որ սովորողը, ուսանողը ինքը ինքնուրույն նաեւ իր գոլեգաների իր մյուս ուսանողների եւ դասախոսների հետ միասին անցնում է այդ ճանապարհը հետազոտելով, բացահայտելով եւ ինքնուրույն է հարթում եւ ինքնուրույն է կառուցում իր ճանապարհը։
Եվ սա շատ նման եւ հողում է արվում փաստացի Վիլհելմ ֆոն Հումբոլտին, ով համարվում է ժամանակակից բարձրագույն կրթական համակարգի հիմնադիրներից եւ Հումբոլտի պատկերացմամբ դասական կրթությունը եւ այն համալսարանը, որը հենց հիմնադրվեց 19-րդ դարաշրջանի Հումբոլտը պատկերացնում էր համալսարանը մի միջավայր, որտեղ որ կարևորվում է ակադեմիական ազատությունը, կարևորվում է հետազոտությունը անպայման դասավանդման հետ մեկտեղ եւ Հումբոլտը այստեղ կարևորում էր մարդու ամբողջական զարգացումը եւ հենց այդպես էլ պատկերացնում էր որ համալսարանը փաստացի այն տարածքն է որտեղ տեղի ունենում մարդու ամբողջական զարգացումը եւ սա 1808-10 թվականներն էին երբ այս համալսարանը ձևավորվում է փաստացի նապոլեոնյան պատերազմներից հետո բայց հենց այդ մտայնությամբ թե ինչպեսին պետք է լիներ կրթությունը եւ բարձրագույն կրթությունը դրանից անցնում է 100 տարի, մոտ 100 տարի եւ 1919 թվականին մեկ այլ գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերը գրում է հանդես է գալիս մի դասախոսություն, որը կոչվում էր գիտությունը որպես մասնագիտություն եւ կոչում։ Եվ այստեղ Մաքս Վեբերը անդրադառնում էր այն հարցին, որ համալսարանները Հումբոլտյան այդ իդեալական աշխարհում պատկերացված համալսարանը այլևս կորցրել է իր նախկին իմաստը եւ համալսարանը եւս վերածվել է ինքնատիպ արտադրամասի։ Քանի որ այստեղ տեղի ունեցել բյուրոկրատացում եւ ռացիոնալիզացում, որտեղ արդեն ուսանողը եւ դասախոսը ոչ թե հանդես են գալիս որպես կյանքի իմաստներ փնտրողներ եւ առհասարակ կրթության իմաստներ փնտրողներ, այլ հանդես են գալիս որպես արտադրամասի համար կամ կարիերայի մեխանիզմի մեջ մտնող մասնագետներ։ Եվ ահա այստեղ նա առաջինն էր, որ փաստացի խոսում է այն կրթական ճգնաժամի մասին, որը առկա է համալսարաններում, եւ թեպետ Վեբերը այդ դասախոսությունում էլ երկու անդրադառնում է թե ներքին իրողությանը եւ թե արտաքին այս երևույթի, եւ նաեւ համեմատում է գերմանական եւ ամերիկյան բարձրագույն կրթական մոդելները, բայց ընդհանուր միտքը խտացված էր դրա մեջ, որ փաստացի համալսարանը սկսել է ծառայել ավելի շատ արտադրությանը եւ ոչ թե հենց գիտությանը ինքնին։ Եվ փաստացի, եթե վերադառնանք նաև այն մտքին, որ համալսարանը հենց այդ գիտելիքի կենտրոնացվածության եւ հետո նաև խոսեցինք գիտելիքի ապակենտրոնացվածության մասին եւ տեղեկատվության ապակենտրոնացվածության մասին, այստեղ նաև այն հարցն էր, որ փաստացի այսօր նաև տեղի ունենում ինքնին տեղեկատվությունը գիտելիք չէ։ Եվ գիտելիքը ավելի շատ այդ տեղեկատվության կազմակերպման, իրականացման եւ դրա մեջ իմաստ դնելու գործընթացն է։ Եվ արդեն այս Մաքս Վեբերի ի հայտ բերած ճգնաժամից հետո էլ եւս 50 տարի անց տեղի են ունենում իրադարձություններ, որոնք հայտնի են մայիսյան 1968 թվականի մայիսյան իրադարձություններ անունով, այդպես շատ ընդհանրական ասված։ Ինչ էր տեղի ունեցել 50 տարի անց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բազում շարժումներ են ձևավորվում եւ դրանք իրենց այդպես պիկին գագաթնակետին հասնում են 68 թվականին, 60-ական թվականներին, մասնավորապես 68 թվականին եւ այնտեղ հենց ուսանողական շարժումներն են։ Եվ 68-ի ուսանողական շարժումները սրանք փաստացի արձագանք էին այն իշխող քաղաքական եւ տնտեսական համակարգերին, դրանք իրենց բնույթով հակապատերազմական, հակաիշխանական, հակաբյուրոկրատական շարժումներ էին, որտեղ որ նաեւ կարևոր հարց էր դրվում, ինչպես են համալսարանները արձագանքում այն խնդիրներին, որոնք առկա են հասարակության ներսում։ Եվ փաստացի այս շարժումները նաեւ ապացույցն էին նրան, որ եթե համալսարաններում ներքին քննարկում այս հարցերի շուրջ տեղի չի ունենում եւ համալսարանները ներքին կառուցվածքով չեն փոխվում, ապա հասարակությունը ցնցում է այն դրսից։ Եվ այդ 68 թվականի շարժումները հենց դրա վառ վկայություններն էին։ Թեպետ նույն այս շարժումների մասին եւ կան բազում հետազոտություններ, մենագրություններ եւ նաեւ շատ հակասական կարծիքներ եւ նաեւ ինքնին առանձին շատ հետաքրքիր թեմա է ուսումնասիրության տեսանկյունից, բայց մեր զրույցի շրջանակում մենք տեսաբաններից մեկին կանդրադառնանք Պիեր Բուրդյոին, ով ֆրանսիացի սոցիոլոգ, ով այդ իրադարձություններից մի քանի տարի անց երկու աշխատություն է համահեղինակում իր գոլեգաների հետ միասին Homo academicus եւ reproduction, որտեղ որ Բուրդյոն առաջ է քաշում այն միտքը, որ շարունակելով այսպես Վեբերի գիծը, որ երբ
համասարանը կրկին կտրվում է իրական կյանքում տեղի ունեցող փոփոխություններից, այն այլևս չի արձագանքում այդ կարիքներին։ Եվ ամենակարևոր միտքը, որը առաջ էր տանում, կրկին նա էր, որ փաստացի համասարանները ոչ թե վերափոխում են հասարակությանը եւ որ միտում ունեն վերափոխելու հասարակությանը, այլ ընդհակառակը համասարանները այն միջավայրներն են դարձել, որտեղ որ փաստացի վերարտադրվում է արդեն գործող հասարակարգը, արդեն գործող ինստիտուտներն են վերարտադրվում եւ հետեւաբար վերարտադրվում է նաեւ սոցիալական անարդարությունը այս կերպ։ Եվ այս միտքը շարունակելով առաջ է բերում մշակութային կապիտալի մասին իր թեզը, համաձայն որի համալսարաններում հաջողության են հասնում ոչ միայն գիտելիքի ունակությունների շնորհիվ, այլ նաև հենց այն մշակութային կապիտալի, որի մեջ մտնում են այդ մշակութային կոդերը, որի մեջ մտնում է մտածողության ձևը, ճաշակը եւ մնացյալ իրողությունները։ Եվ Բուրձոն այս կերպ այդպես հիշեցնում է մեզ, որ այն նույն միտքն է առաջ բերում, որ երբ համալսարանը այո կտրվում է համալսարանները կտրվում են իրական կյանքում տեղի ունեցող եւ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին եւ չեն արձագանքում դրանց, ապա դրանք հակված են արդեն ներքին ցնցումների։ Բուրձոյից կրկին եւ նաեւ խոսում է հենց այդ ճգնաժամի մասին, որը առաջանում է, երբ կա այդ խզումը իրականության եւ համալսարաններում տիրող իրավիճակի։ Եվ ճգնաժամերին ենք անդրադառնում, այստեղ էլ կրկին մեկ այլ ֆրանսիացի մտածող, կրկին սոցիոլոգ, փիլիսոփա Էդգար Մորենն է ի հայտ գալիս, ով կրկին երկար տարիներ ուսումնասիրել է նույն ճգնաժամի, մտածողության ճգնաժամն է ուսումնասիրել եւ նաև կրթական համակարգի մասին է խոսել։ Մորենը ինչ թեզեր առաջ քաշում, նշում էր, որ այսօր մենք համալսարաններում եւ դպրոցներում աշակերտներին եւ ուսանողներին սովորեցնում ենք նեղ մասնագիտություններ կամ նեղ մասնագիտական գիտելիք ենք եւ տեղեկատվություն ենք իրենց փոխանցում, որը փաստացի չի արձագանքում աշխարհի այս բազմաբարդ համակարգին, իսկ ինքը նշում էր, որ այսօր աշխարհի կոմպլեքս խնդիրները հասկանալու համար, այն է կլիմայական ճգնաժամ, պատերազմ, կրթություն, առհասարակ տնտեսական համակարգեր, այս ամբողջը հասկանալու համար անհրաժեշտ է, որպեսզի մարդը ունենա բազմաբարդ մտածողություն, որը կարձագանքի հենց այս խնդիրներին։ Եվ նա հենց առաջ է քաշում այդ բազմաբարդ մտածողության կոնցեպտը, որը պետք է ներդրվի կրթության ոլորտում, եւ մի բան, որ ինքն էր նշում, որ ինքնին այս համակարգը ներդնել համակարգի ներսում, այն էլ կրթական համակարգում, առաջին հենց կրթական համակարգն է անդիմանում դրան եւ դիմադրում դրան, որովհետեւ դա ինքնին բավականին բարդ իրողություն է, բայց միակ հնարավոր տարբերակը, որ մենք կսկսենք որոշակի համընթաց շարժվել այն փոփոխություններին, դա այդ համակարգը ներդնելն է եւ Մորենը այն թեզն է առաջ քաշում, որ սովորաբար համակարգերը շատ ավելի դանդաղ են փոխվում, քան աշխարհի փոփոխություններն են տեղի ունենում։ Եվ դրա լուծման միակ ճանապարհը եւ միակ ելքը ինքը տեսնում է հենց բազմաբարդ մտածողությունը համալսարաններ եւ կրթության ոլորտ ներդնելու ձևաչափով։ Այժմ այս ամբողջ տեսական քննարկումից հետո, եթե վերադառնանք Հայաստան, ապա այս հարցերը մեզ համար բացառապես տեսության մակարդակում չեն։ Այսօր երբ խոսում ենք այն մասին, որ մենք դպրոցներում ուզում ենք կրթել ստեղծագործ եւ քննադատական մտածողություն ունեցող աշակերտներ, ապա այդ սերնդին կրթող ուսուցիչները եւս պետք է պատրաստված լինեն հենց այնպիսի համակարգում, որը որ կապահովի այս նույն ստեղծագործականությունը, քննական մտածողությունը եւ այսօր այն հարցն է առաջանում, արդյոք մեր կրթական համակարգը եւ մասնավորապես բարձրագույն կրթական համակարգը պատրաստում է եւ ունակ է պատրաստելու նման մասնագետներ։ Ահա այս հարցադրումներն էին, որ Դասավանդիր հանուն Հայաստանի հիմնադրամին մեր մտորումների առանցքում էին եւ 2022 թվականին Երևանի Պետական Համալսարանի հետ համատեղ մեկնարկեցինք նոր մագիստրոսական ծրագիր, որը կոչվում է ուսուցչական առաջնորդություն մագիստրոսական ծրագիր, եւ այստեղ մեզ համար այս ծրագրի առանցքում մի քանի կարևոր գաղափարներ էին։ Առաջինը, որ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին, երկրորդը, որ ուսուցիչը այդ սոսկ տեղեկատվության փոխանցողը չէ, այլ նա հենց համակարգային այդ բազմակոմպլեքս մտածող ունեցող անհատն է, ով կարողանում է բերել նաև համակարգային փոփոխություններ։ Երրորդ գաղափարը այն, որ կրթությունը եւ այս ձևաչափը պետք է անպայմանորեն կապ ունենա իրական կյանքի հետ, եւ մենք ներդրել ենք այն փորձառությունը, որ կրթական մոդելը, որը հիմնված է աշխատանքի վրա, ուսումնառության մոդելի վրա, որի համաձայն ուսուցիչները այդ ընթացքում դասավանդում են դպրոցներում եւ միաժամանակ սովորում են համալսարանում, որը թույլ է տալիս, որպեսզի իրենց ամբողջ հետազոտությունը եւ ուսումնական փորձառության հիմքում ընկած լինի իրենց դասարանը, այն համայնքը, որտեղ իրենք աշխատում են, եւ հենց իրենց ամբողջ ուսումնառության գործընթացը։ Այս ծրագիրը կազմակերպվում է հեռակա ձևաչափով, որը ինքնին հենց այդ
տեղի ունեցող փոփոխություններին ճկուն արձագանքի մեխանիզմներից մեկն է, որպեսզի Հայաստանի տարբեր համայնքներում դասավանդող ուսուցիչները հնարավորություն ունենան միանալ եւ ծրագրին եւ միաժամանակ եւ դասավանդել դպրոցում եւ լինել ծովորողի կարգավիճակում, որովհետեւ մենք նաեւ կարևորում ենք այն կետը, որ այսօր ոչ թե ուսումնառությունը աշակերտակենտրոն է կամ ուսուցչակենտրոն է, այլ ուսումնառությունը պետք է լինի սովորողակենտրոն, որտեղ սովորողի դերում հանդես են գալիս եւ աշակերտը եւ ուսուցիչը։ Եվ փաստացի մեր այս ծրագրի միջոցով մենք նաեւ վերահաստատում ենք նույն Չոմսկու այն մտքի շարունակությունը, որ այո համալսարանները պետք է լինեն այն միջավայրերը, որտեղ տեղի ունենում մտածական գործընթաց, ստեղծագործական գործընթաց, եւ դա տեղի ունենում համատեղ աշխատանքի եւ համագործակցության միջոցով, եւ միևնույն ժամանակ մենք պատրաստում ենք քաղաքացիներ, ովքեր պատրաստ են բերել համակարգային փոփոխություններ։ Եվ այսօր Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում, առհասարակարգության ոլորտում վերջին տարիներին բավականին փոփոխություններ են տեղի ունեցել, ընդունվել են նոր օրենքներ, ռազմավարություններ են մշակվել, եւ այս իրողությունները շատ կարեւոր են, սակայն այո պետք է հիշենք, որ փոփոխությունները տեղի չեն ունենում միայն ռազմավարություններով եւ փաստաթղթերի վրա, այլ որպեսզի իրական փոփոխությունը տեղի ունենա, մենք այն հարցը ում եւ ինչի համար է կրթությունը, պետք է հնչեցվեն եւ այդ հարցերի պատասխանները պետք է գտնեն եւ պետք է դրվի հանրային քննարկման եւ այս հարցերի փնտրտուքի առաջին ջատագովները պետք է լինեն հենց համալսարանները, որտեղ որ տեղի ունենում եւ պետք է տեղի ունենա եւ ձևավորվի այն մոդելը, կրթական այն մոդելը, որը որ կարձագանքի ներկա աշխարհի պահանջներին, միևնույն ժամանակ լինելով ճկուն համապատասխան փոփոխություններին, բայց նաեւ ամենակարևորը լինի այն միջավայրը, որտեղ որ ձևավորվում են իմաստներ։ Վերջին տարիներին Հայաստանի կրթական համակարգում տեղի ունենում բավականին փոփոխություններ, որոնք նոր օրենքների ընդունման, ռազմավարությունների մշակման չափորոշիչների փոփոխության հետ կապված եւ նաեւ հենց այս տարի էլ ընդունվեց բարձրագույն կրթության մասին օրենքը, սակայն այստեղ կարեւոր է հիշել, որ այս փոփոխությունները եւ այս վերափոխումները միայն ռազմավարություններով եւ փաստաթղթերով չեն իրականացվում, այստեղ շատ կարեւոր է ձևավորել այն հանրային քննարկումները, որոնք որ կպատասխանեն այդ հիմնարար հարցին, ում եւ ինչի համար է կրթությունը, այս բարակային բարձրագույն կրթությունը։ Եվ նորից վերադառնալով այն հարցին, որ համալսարանները այլևս այդ գիտելիքի կենտրոնացվածության եւ տեղեկատվության կենտրոնացվածության վայրերը չեն, միևնույն ժամանակ արհեստական բանականությունը այսօր արդեն ամբողջովին նաև թույլ է տալիս վերաիմաստավորելու այդ նույն գիտելիքը, այդ նույն տեղեկատվությունը եւ նաև դրանով հանդերձ այդ հիմա արդեն նաև տեղեկատվության առատությունը իր հետ բերում արհեստական բանականությունը, ապա այս ամբողջ կոնտեքստում ինչպես է այս երկու մոդելները գալիս եւ տեղ գտնում մեր համալսարաններում եւ այն նոր կրթական միջավայրերում, որտեղ որ պետք է ձևավորվի նոր դիսկուրս հենց այս հարցադրումների շուրջ, ինչի մասին է բարձրագույն կրթությունը։ Եվ թերևս կարծում եմ, որ բարձրագույն կրթությունը կրկին պետք է լինի ճկուն, պետք է լինի արձագանքող այդ բազմակոմպլեքս, բազմաբարդ մտածողության ձևաչափին եւ նաեւ պետք է լինի միջդիսցիպլինար եւ միևնույն ժամանակ ամենակարևորը իր առանցքում բարելով հիմնական հարցադրումը, որ սա պետք է լինի նաեւ գիտելիքի, նոր գիտելիքի արտադրության եւ նաեւ այդ գիտելիքի եւ իմաստների, նոր իմաստների ստեղծման միջավայր, որտեղ որ ուսանողները, դասախոսները եւ կրթական համակարգի ներկայացուցիչները եւ բացի այդ, քանի որ մենք կրթությունը դիտարկում ենք նաեւ որպես հավաքական պատասխանատվություն, կրթությունը հանդես է գալիս նաեւ այն կապող խաչմերուկը տարբեր ոլորտների միջև տնտեսություն, տեխնոլոգիաներ, որի մեջ նաև մտնում է արհեստական բանականությունը, քաղաքական համակարգեր, հասարակական համակարգեր եւ ահա այս նոր բարձրագույն կրթության մոդելը ինչպես պետք է այդ հայտնվի այդ խաչմերուկում, որտեղ որ կարողանում է ի հայտ բերել հասարակության պահանջները, փոփոխությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում եւ ամենակարևորը ինչ նոր իմաստներ են ձևավորվում եւ ստեղծվում այդ միջավայրում։ Այսօր մեզ անհրաժեշտ է նոր հումբոլտյան իդեալ ստեղծել բարձրագույն կրթության, որը որ համահունչ կլինի ներկայիս տեխնոլոգիական այն փոփոխություններին, որոնք որ տեղի են ունենում, եւ քանի որ կրթությունը եւ գիտությունը հանդիսանում են ավելի չեն սահմանափակվում որևէ տեղանքով եւ ավելի լոկալ չեն, այլ գլոբալ իրողություններ եւ երևույթներ են, ապա շատ կարեւոր է հասկանալ, թե
այդ նոր ձևավորվող նաև մոդելները կամ վերաիմաստավորված կրթական մոդելները ինչպես են լինելու միաժամանակ արձագանքելու միաժամանակ տեղի ներքին լոկալ խնդիրներին, հարցերին, բայց միևնույն ժամանակ խիստ կապակցված լինելով ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրողություններին։ Իմի բերելով այս զրույցը փորձենք ամփոփել հիմնական մտքերով այն տեսաբաների, որոնց անդրադարձանք այս զրույցի ընթացքում, Փաստացի Չոմսկին մեզ հուշում է եւ հիշեցնում է, որ անհրաժեշտ է հարցադրել հիմնական հարցը։ Հումբոլտը մեզ տալիս էր համասարանի այն իդեալական պատկերացումը, որ դա պետք է լինի մի միջավայր, որտեղ հետազոտում են, որտեղ ձևավորվում եւ բացահայտվում է մարդը եւ ամբողջական ձևավորումն է մարդու տեղի ունենում։ Բորձոն մեզ հիշեցնում էր, որ պետք է հասկանանք, եթե համալսարանները այն միջավայրներն են, որոնք վերարտադրում են հասարակական նորմերը, բարքերը եւ այլն, ապա ինչպեսի հասարակություն ենք մենք ուզում ունենալ, հետեւաբար ինչ ենք ուզում վերարտադրել, այս հարցի մասին մտածենք եւ Մորենը, ով մեզ հուշում էր, որ անհրաժեշտ է այսօր աշխարհի մասին մտածել ավելի կոմպլեքս մտածողությամբ, ապա ինչպես ենք մեր մեջ զարգացնում կոմպլեքս մտածողությունը եւ ինչպես ենք դա փոխանցում նաեւ սերունդներին եւ Թերևս այս ամբողջ տեսական հիշելով նաև թե 68 թվականի շարժումները ուսանողական ինչի մասին էին, մտքում ունենալ այն, որ եթե ժամանակին տեղի չեն ունենում անհրաժեշտ փոփոխություններ համակարգերում, դրանք դրսից անպայմանորեն ցնցվում են եւ անհրաժեշտ է օր առաջ մտածել այս հարցերի մասին եւ մտածելուց զատ նաև ձեռնարկել շատ ավելի շոշափելի քայլեր այս ուղղությամբ։